Ռուսաստանի եւ Հայաստանի միջև Ադրբեջանի եւ Վրաստանի միջոցով երկաթուղային կապի մեկնարկն իրական շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետը։ Ալեքսեյ Օվերչուկը նշել է, Հայաստանի անկախությունից ի վեր երկու երկրների միջև առաջին անգամ է հաստատվում երկաթուղային կապ։ Օվերչուկի խոսքով այս իրադարձությունը նաեւ ցույց է տալիս Ռուսաստանի աշխատանքը տարածաշրջանային կայունության եւ տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական զարգացման համար։ Օվերչուկն ընդգծել է, նոր երթուղին ամրապնդում է Ռուսաստանի տրանսպորտային կապերը տարածաշրջանի երկրների հետ, մեծացնում է Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրներից ապրանքների մուտքը Հայաստանի շուկաներ եւ բարելավում է ԵԱՏՄ շուկաներ հայ արտադրողների մուտքը։ Խորհրդանշական է, որ այս ճանապարհով տեղափոխված առաջին բեռը ռուսական հացահատիկն էր, ինչը եւս մեկ անգամ ընդգծում է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու եւ արճակատումից համագործակցության անցնելու համատեղ ցանկությունը, հավելել է Օվերչուկը։ Նրա խոսքով նոր երկաթուղային գծի բացումը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 եւ 2021 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի ջանքերի արդյունքն է։ Օվերչուկը շնորհակալություն է հայտնել Հայաստանի փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանին եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված համատեղ ջանքերի համար, ինչպես նաև Վրաստանին այս երթուղով փոխադրումների կազմակերպման գործում կառուցողական մասնակցության համար։ Իր հերթին Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը նշել է, որ մինչև 2026 թվականի հունվարի վերջ այս երկաթուղային երթուղով Հայաստան կուղարկվի եւս 132 վագոն ցորեն։ Դիտարկվում է նաև այլ բեռների մատակարարման հնարավորությունը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նախազգուշացրել է, որ Ռուսաստանը պատրաստվում է Արևմուտքի հետ երկարատև առճակատման Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Իրանի եւ այլ երկրների հետ միասին։ Ռյուտեի խոսքով Ռուսաստանի ներկայացրած վտանգը չի վերանա Ուկրաինայի դեմ պատերազմի ավարտից հետո եւ երկիրը կանխատեսելի ապագայում կմնա ապակայունացնող ուժ Եվրոպայի եւ աշխարհի համար։ Բուխարեստում կայացած պաշտպանական արդյունաբերության համաժողովում Ռյուտեն ընդգծել է, այս սպառնալիքներին դիմակայելու համար հարկավոր են առաջադեմ տեխնոլոգիաներ, զենքեր եւ սարքավորումներ։ Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել են խորհրդի 10 ոչ մշտական անդամները, ինչպես նաև Եգիպտոսը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Թուրքիան։ ԱՄՆ-ն բանաձև է ներկայացրել, որը նախատեսում է Գազայի հատվածում միջազգային ուժերի տեղակայում առնվազն 2 տարով։ Ժամանակավոր ուժերը, որոնք կաշխատեն Իսրայելի եւ Եգիպտոսի հետ ծերտ համակարգմամբ, նաև կպատրաստեն պաղեստինցի նոր իրավապահների։ Բացի այդ, բանաձևով նախատեսվում է ստեղծել պաղեստինյան տեխնոկրատ հանձնաժողով, որը կփոխարինի Համասին անկլավի կառավարման գործում։ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մայք Վոլցը հանդիպումն անվանել է պատմական։ Իրանի պաշտպանական եւ հրթիռային կարողություններն ամրապնդվել են հունիսին Իսրայելի դեմ 12-օրյա պատերազմից հետո, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ Նրա խոսքով թշնամուն չի հաջողվել հասնել իր որևէ նպատակի։ Արաղչին հավելել է, որ հակամարտության ընթացքում Իսրայելի երկինքը, չնայած իր բազմաշերտ պաշտպանական համակարգերին եւ արևմտյան օժանդակությանը, գտնվում էր իրանական հրթիռների հասանելիության սահմաններում։ Նա շեշտել է, տեղական արտադրության հրթիռները, որոնք առաջին անգամ են օգտագործվել իրական պատերազմում, դարձել են ավելի ճշգրիտ եւ արդյունավետ, քանի որ դրանց թերություններն ամեն օր բացահայտվել ու շտկվել են։ Ըստ Իրանի արտգործնախարարի, զինված ուժերն աշխատում են երկրի պաշտպանական հրթիռային եւ ռազմական կարողություններն ընդլայնելու ուղղությամբ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում ընդունել է Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի արտգործնախարարներին եւ հայտարարել, որ հաջորդ տարի նախատեսում է այցելել այդ երկրներ։ Ռուբիոյի խոսքով ամերիկյան բիզնեսը շահագրգռված է Կենտրոնական Ասիայի երկրների շուկաներ մուտքի ընդլայնմամբ։ Ավելի ուշ նախատեսվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Կենտրոնական Ասիայի 5 երկրների նախագահների հետ։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։